Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, դուք դիտում եք ABC TV ուղիղ եթեր հաղորդաշարը, որ սփռվում է երկուշաբթի մինչև ուրբաթ օրեր երեկոյան ժամը 9-ին, Կիրակի առավոտյան ժամը 10-ին այս կայանով։ Այս ծրագիրը բոլոր ծրագիրները հեռարձակող այս ալիքի վրա սփռվում են Charter-ի 384 ալիքով, Spectrum-ի 1623 ալիքով, Antenna-ով 10.4 ալիքով եւ ABC.tv ծերերախոսների վրա ինտերնետի միջոցով եւ Facebook-ի միջոցով աշխարհի որևէ տեղում կարող եք դիտեք, հետևեք բոլոր այն ծրագիրները, ինչ հեռարձակվում են այս ալիքի միջոցով։ Այսօր ես պիտի խոսեմ այս նյութերի մասին։ Նախագահ Թրամփի մասին պիտի խոսեմ, նրանից հետո այդ stock market-ի մասին նաև, հետո Մարկո Ռուբիո, այս երկրի արտգործնախարարը Սաուդի Արաբիայում էր, տեսենք ինչ առիթով այնտեղ էր, FAA-ի մասին, այս օդանավի այդ management-ի մասին պիտի խոսեմ, Federal Aviation Administration-ի մասին, Kratom-ի մասին պիտի խոսեմ, քիչ հետո բացատրեմ, դա ինչ է, Southwest Airline-ի մասին, օդանավի ընկերության մասին պիտի խոսեմ, խմիչք է, Ամերիկայի խմիչքը մեծ վաճառք ունի Կանադայում, ինչ որ հիմա կանադացիները բարկացած են, երբ որ Թրամփը ասում է հարկ պիտի պահանջի, ինչ որ Կանադայից ներմուծվում է այստեղ, դրան անդրադառնամ, եղանակի մասին պիտի խոսեմ, այսինքն երկու նավեր, երեք ցույց տվի ձեզի, որ արկած ունեցան այսօր դրա մասին շատ ամփոփ պիտի խոսեմ, Jeopardy ամերիկյան ճանաչված ծրագիրը դրան անդրադառնամ եւ Department of Forestry մեկ կառավարական բաժանմունք կամ հաստատություն, որ անտառների, ծառերի տնկում են եւ այլն այդ հարցերով է զբաղվում եւ վերջավորությանը Մերլին Մոնրոյի մասին վերաբերող նյութ ցուցադրեմ, որ Palm Spring-ում դժվարություններ ստեղծեց, տեսենք ինչ որոշեցին այդ հարցով։ Իսկ նախքան խոսել այս նյութերը ինչ որ ձեզ ասացի, ուզում եմ հիշեցնել, որ Շանթ հեռուստաալիքը High Vision-ի միջոցով հեռարձակվում է Հարավային Կալիֆոռնիայում, որտեղ դուք կարող եք, եթե բիզնես ունեք, բժիշկ եք, քայրոպրակտիկ եք, ատամնաբույժ եք, խանութ ունեք, թոնիր ունեք, ռեստորան ունեք, հագուստ եք վաճառում, ուրիշ նպարատ ունեք, բոլոր ինչ որևէ տեսակ բիզնես կարող եք ձեր ռեկլամները տեղադրեք այս ալիքի մեջ զանգահարելով այս հեռախոսը համարին 818 468 6666 անպայման փորձեք։ Այնտեղ ցուցադրում են Շանթի Հայաստանից ուղիղ միանում այստեղ եւ սփռվում է Հարավային Կալիֆոռնիա, կարող եք տեսնել առավոտը Շանթում, հետո նաեւ ծրագիրներ, ժամանցային ծրագիրներ այնտեղ տեսնեք, սերիալներ կարող եք տեսնեք, գիշերը 8-ին լուրեր կարող եք լսեք եւ 11-ին լուրեր Հայաստանի եւ աշխարհի մասին լուրեր լսեք այդտեղ ամենայն դեպս եթե դուք գնում եք բիզնեսներ եք գնում դուք հիշեցրեք որ իրենք նաեւ ռեկլամները տեղադրեն դուք բիզնես ունեք զանգարեք այս հեռախոսահամարին ես հիմա ուզում եմ խոսել stock market-ի մասին այս Թրամփի այս հարցը ինչ որ առաջ է քաշել որ հարկ պիտի տան ուրիշ երկրներ այս երկրին մեծ բարդություն է ստեղծել stock market-ի վրա, փայատերության վրա։ Ես ձեզ արդեն ասել էի 3, այսօր ինչ որ ես ձեզ հետ խոսում եմ 3 շաբթի է, վաղը կրկնվելու է այս ծրագիրը, ուրեմն 3 շաբթի օրը այս վիճակն է տիրում։ 3 ավել խոշոր անկում ցուցադրեց, օրինակ այստեղ Dow Jones-ը 3890 կետ իջել էր։ Այս օր էլի մոտավորապես 500 կետ իջել է։ Խոշոր, այսինքն
նվազել է, բայց երեք ավել շատ կորուստ կար, քան թե այսօր։ Նույնը S&P 500 տեսնում եք եւ Nasdaq-ը բոլորը անկում են ցուցադրում, որովհետեւ գիտեն, որ եթե հարկ պահանջեն ուրիշ երկրից, տնտեսությունը massամբ թուլանալու է եւ եթե այդ ինչ որ նախագահ ասել էր հիմա որովհետեւ նրանք նաեւ հարկ են պահանջում, ինչ որ Ամերիկայից օրինակ Կանադա պիտի գնա, Կանադայի նոր վարչապետ է այնտեղ, վարչապետը ասել է մենք չենք ընդունելու, որ ինչ որ ներմուծվում է Ամերիկա հարկ պահանջեն մեզանից, մենք էլ ամեն ինչ որ Ամերիկան այստեղ կրկում է հարկ ենք պահանջելու եւ այդպես նաեւ Ontario այնտեղ մի նահանգ Կանադայի որ հարևանն է Ամերիկայի 3 նահանգների եւ այնտեղից էլեկտրականություն են ստանում այդ 3 երկիրը, ասեն լրիվ էլեկտրականություն անջատելու ենք եւ իրենք թողեք այդ 1.600,000 մարդ, որ իրենց էլեկտրականություն ուղիղ այսինքն Կանադայից է, որ միանում է Ամերիկայի այդ նահանգներում, իրենք իրենց համար մտածեն, որտեղից կարող են էլեկտրականություն գտնեն, թող գտնեն։ Եվ այսպես էր, որ Թրամփը այդ 50% թերիֆ պահանջելու փոխարեն հետ վերադարձավ իր 25%-ը, որ շուտով պետք է գործադրվի, վաղ երևի գործադրվի, իսկ նրանք նաև այդ ասացին, որ էլեկտրականությունը չեն հոսանքը չեն կտրելու Ամերիկայի ժողովրդից։ Հիմա ասացի, այսպես տեսնում եք, Dow Jones մեծ կորուստ արձանագրեց նաև այսօր, չգիտենք վաղ ինչ է լինելու, շարունակենք։ Եվ տեսնում եք այստեղ S&P 500 700-եր իջել, Nasdaq-ը, այսինքն Dow Jones-ը ներքևում տեսնում եք 500 իջավ, այսպես անկում արձանագրեցին։ Ontario-ն ընդունել է, ուրեմն Կանադայում այդ նահանգը ընդունել է, որ 25% էլեկտրականություն ինչ որ հոսանք ինչ որ գալիս է դեպի Ամերիկա չպահանջի առայժմ, բայց հայտնի չի մինչև երբ այսպես Թրամփին եք տեսնում, որ ասում է իրեն հարցում են, կարծում եք տնտեսական ճգնաժամ է այս երկրում տեղի ունենալու, անկում է արձանագրելու բիզնեսները, ինքը ասում է ոչ, առավել լավանալու է բիզնեսները այստեղ, ասում է Թրամփ իհարկե, եւ կանադացիներին այսպես սպառնում է, որ ալյումինիում եւ երկաթ, մանավանդ երկաթ այս երկիրը բերում է եւ նաեւ փայտ, որը բնակարանները այստեղ փայտից են, եթե երկաթից են նաեւ 25% տեսնում եք էլեկտրականության վրա Կանադան ասում է առայժմ պահեն չեն անելու, բայց այդ էին ասել, իսկ Ամերիկան ինչ է ասում է երկաթի եւ ալյումինիումի վրա ունենալու է surcharge կամ հարկ է պահանջելու, թերիֆ է պահանջելու։ Սա Կանադայի այդ նահանգն է, որ Ամերիկայի հարևանության երեք ասելներ, որ պիտի այդ աշխատանք անի, բայց ասած առայժմ կսպասեն։ Նախագահ Թրամփը իհարկե ասում է կարող է պատկերացնեք, որ այդքան իրենք ստոր լինեն, որ էլեկտրականությունը, մարդկանց էլեկտրականությունը կամ հոսանքը անջատեն, անմեղ մարդկանց դժվարություն պիտի ստեղծի եւ դա անտեղի սպառնում է ինչ որ Կանադան ասում է, սա ասած Թրամփը այսօր այստեղ տեսնում եք։ Մի ուրիշ հարց, որ գիտեք Tesla մեքենայի տերտիրականն է, իրեն Թրամփին եք տեսնում, իր կողքին տեսնում եք Իլոն Մասկ տեսնում եք, աշխարհի ամենամեծ հարուստ անձնավորությունը 434 բիլիոն իր անձնական հարստությունն է, իսկ Tesla մեքենան մարդիկ չեն գնում։ Կալիֆոռնիան ամենամեծ թվով Tesla-ն վաճառվում է Կալիֆոռնիայում եւ դեմոկրատներն են, նրանք որ դեմոկրատական հակումներ ունեն, որովհետեւ կենսոլորտի մաքրման մասին ավելի շատ դեմոկրատներն են ուշադիր
եւ Tesla մեքենային գնում մինչեւ հիմա այս դեմոկրատները հիմա բոլորը կամ ուզում են իրենց մեքենան վաճառեն, որովհետեւ բարկացած են Իլոն Մասկին վրա, դրա համար Իլոն Մասկը թվում է, որ օգնություն է ուզեցել Թրամփից։ Թրամփի ընտրության ժամանակ մոտավորապես Իլոն Մասկը 500 միլիոն ուղղակի եւ անուղղակի գումար է ծախսել։ Հիմա Թրամփը տեսնում այդ մեծ անկումը ինչ որ, որովհետեւ Tesla մեքենան մենակ անձնական իրենը չի, այսինքն Իլոն Մասկինի չի, այլ մարդիկ փայատեր են։ Այդ մարդիկ ասում են դու մխրճվեն ես քաղաքական հարցի մեջ եւ մեզ վնաս ես հասցնում, ուրեմն այսպես թվում է, որ Իլոն Մասկ օգնություն է վերցնում Թրամփից, որպեսի խոսում է իր այս մեքենաների մասին, որ մարդիկ երևի կգնեն, որովհետև տեսնում են Թրամփը հետաքրքրվում է այս հարցով, նամանավան նրանք, որ հետևորդներն են Թրամփի, այսպես քաջալերելով։ Իսկ Ամերիկայի բանվորական միություններ UAW քիչ առաջ անցավ, նրանք համաձայն են, որ այստեղ տեսնում եք Workers of America սովորաբար նրանք դեմոկրատ կուսակցության կողմնակից են, բայց հիմա համաձայն են, որ հարկ պահանջեն, որովհետև եթե հարկ պահանջեն, դուրսից ինչ գալիս է կթանկանա, Ամերիկայի աշխատավորներին ավել կարիք կունենան, ուրեմն աշխատավարձը ավել կբարձրանա բանվորներինը, աշխատողներինը, նրանք համաձայն են, որ սովորաբար միշտ դեմ են ռեփաբլիկանների արտահայտություններին, տեսնում եք UAW համաձայն է այդ հարցին։ Թեսլայի արժեքազրկվել է 39%-ով եւ կորցրել է value 700 բիլիոն դոլար այսինքն այս վերջին ժամանակում պատկերացրեք 40% արժեքազրկվել է։ Դա է որ փայատերները այս բերումով տեսնում եք մեքենաները տարերին էին սպիտակ տուն։ Ուրիշ խմիչքներն եք տեսում, որ քիչ հետո պիտի անդրադառնամ, ամենայն դեպս այս գիշեր 25%-ով, այսօր 3 շաբթի է ուզում եմ բաղվա դիտողները, եթե 4 շաբթի օրը դուք դիտում եք, 3 շաբթի գիշերը ինչ որ տեղի ունենալու, 4 շաբթի առավոտ 25%-ով հարկ են պահանջելու Կանադայից գացող ալյումինիումին եւ ստիլ երկաթ կամ պողպատի համար։ Այստեղ Թրամփը իհարկե սպառնացել էր, որ 50%-ով բարձրացնելու եմ, երբ լսեց, որ էլեկտրականությունը պիտի անջատի Կանադան, սպառնացել էր, բայց նրանք չարին այդ գործ ասացին էլեկտրականությունը չեն կտրելու ամերիկացիներից եւ Թրամփը բավարարվեց այդ 25% հարկով ինչ որ տեսնում եք։ Այսօր նաեւ ներկայացների տան մեջ այսպես քվեարկության էր տրվել այն ինչ որ նոր բաջետը այս երկիրը միշտ բաջետը այսպես է լինում որ սեպտեմբերին որոշում է հաջորդ տարի տարեկան բաջետային տարին սկսում է հոկտեմբերի 1-ից եւ ավարտում է սեպտեմբեր 30-ը օրինակ 2025-ի բաջետային տարին այս երկրի հոկտեմբերի 1-ից 2024 սկսում է մինչև սեպտեմբեր 30-ը պետք է որոշած լինեն որ ոլորտում ինչքան են ծախսում իսկ Բայդենի ժամանակ Թրամփը ռիփաբլիկաններին որ մեծամասնություն էին ներկայացնի տան մեջ ասում էր մի համաձայնվեք անընդհատ ամիսներով այդ բաջետը կարողանում էին որոշեին ու աշխատեին Հիմա Թրամփը ներկայացնի տանը որ մեծամասնություն ռիփաբլիկան են ասել էր որ այդ ինչ որ իրենք առաջարկում են իր վարչակարգը առաջարկում է այդտեղ հաստատեն հիմա մասամբ բոլոր ոլորտներում կրճատում կլինի բացի զինվորական պաշտպանության նախարարությանը որ 6 բիլիոն առավել ավելանալու է այնտեղ բաջետը ավելացնելու են այնտեղ մնացածը ներկայացնի տան մեջ ուրեմն 217 ռիփաբլիկան 216 ռիփաբլիկան 1 դեմոկրատ իրենց միացավ իսկ 213 212 դեմոկրատներ 1 ռիփաբլիկան Մեսի անունով
նա միացավ դեմոկրատներին, ասաց դրանք դեմոկրատները մեկ ռիփաբլիկանը դեմ կանգնեցին, որ այդ ինչ որ որոշված է ծախսեն։ Ռիփաբլիկանների մեջ 7-8 հոգի դեմ էին, բայց Թրամփը անձամբ զանգեներ իրենց եւ ասեներ, որ հաստատեք այս բաջետը, որովհետեւ ռիփաբլիկանների մեջ շատ պահպանողական անձիկ կան, որ չեն ուզում երկիրը այսքան գումար անընդհատ ծախսի Ամերիկան բոլոր նախագահների ժամանակ, սկսյալ Ռեյգանի ժամանակվանից մինչև հիմա ավել շատ ծախսում է, քան թե ինչ երկիրը եկամուտ ունի։ Այս երկրի ինչ որ ծախսում է, կառավարությունը ծախսում է 6 տրիլիոն, մոտարապես 600 բիլիոն ծախսում է։ Իսկ այս երկրի եկամուտն է մոտարապես 4.6 տրիլիոն, այսինքն ամեն տարի պակաս է։ Դուք մտածեք, եթե որևէ նահանգ իրավունք չունի, ինչ որ եկամուտ ունի, օրինակ Կալիֆոռնիան կամ Նյու Յորքը, չի տարբերում Տեքսասը, ինչ որ նահանգը եկամուտ ունի, այդքան կարող է գումար ծախսի։ Ձեր տանը, եթե դուք ամեն ժամանակ ինչ ձեր եկամուտն է, ձեր եկամուտից ավել ծախսեք, վերջը սնանկանալու եք, բանկրապտ եք լինելու։ Բայց որովհետև կառավարությունը սա անընդհատ պարտք է վերցնում, տոկոս է վճարում իհարկե այս երկիրը եւ կառավարությունները ավելի շատ են ծախսում, քան թե ինչ են։ Ռիփաբլիկանները մանավանդ այս հարցով շատ ուշադիր էին, տարիներ է այսպես բողոքում են, որ երկիրը չպիտի ինչ եկամուտ ունեն, այդքան պետք է ծախսեն, ինչպես ընտանիքն է անում։ Բայց այս անգամ էլ Թրամփը իրենց համոզեց, որ կարողանան ավել ծախսեն այս բերումով։ 99 էջի մեջ այս բիլը կամ ինչ որ հաստատեցին անցավ, հիմա սենեթում պետք է անցնի նաև, սենեթում հարկ է որ 60 հոգի քվեարկի այս հարցի համար։ 53 ռիփաբլիկան կա, մեկ ռիփաբլիկան սենեթեր հենց հիմա ասել է Ռանդ Փալ, որ Թրամփին շատ մոտիկ է, բոլոր իր գաղափարներին համաձայն է եղել միշտ, ասել է, որ ես չեմ քվեարկելու, անտեղի եք ծախսում, անկախ դրան, որ Թրամփը իրեն զանգեներ, որ այդ բերումով քվեարկի։ Հիմա սենեթում հետո պետք է մինչև շաբաթավերջ ժամանակ ունեն, որ բաջետը հաստատեն նախագահ ստորագրի։ Եթե չանեն, պետք է կառավարությունը դռները փակի։ Եթե նրանք որ այստեղ են եղել տարիներ առաջ, այդպես եղավ, որ կառավարությունը գումար չունենալու հետևանքով ստիպված է լինում կառավարության աշխատողներին ասի գնացեք տուն, որտեղ չի կարող աշխատավարձ վճարի։ Հիմա մինչև այս շաբաթվա վերջ ժամանակ ունի, տեսենք էլի նման դեպք է պատահելու, թե ոչ, դա կմնա մինչև ես ձեզ այդ ժամանակ բացատրեմ։ Եվ մի ուրիշ հարց նաև Department of Education, կրթական նախարարությունը, որտեղ կրթական նախարարությունը 4500 աշխատող ունի այս երկրի։ Նախագահ Թրամփի նպատակն է, որ կրթական նախարարությունը փակի եւ նահանգները իրենց կրթական հարցերը լուծեն նահանգում, որ գումարներ չհատկացնի։ Իհարկե կրթական նախարարությունը նաև բարձրագույն կրթական նախարարության հետ նաև աշխատանքներ ունի աշակերտներին, երբ որ պարտք են տալիս, դրանք բոլորը կրթական նախարարության աշխատանք է, ասել այդ մասը հանելու է կրթական նախարարությունից, ուրիշ նախարարություն է տանելու, բայց կրթական նախարարությունը հաստատել է, օրենսդիր մարմինն է հաստատել, իրենք կարող են վերացնեն կրթական նախարարությունը, որ դեմոկրատները համաձայն չեն, ուրեմն չի լինի փակել տալ, բայց շատ փոքրանալու է։ Ասացի 4500 աշխատող ունի, 2100-ին ասեն են տուն գնան, ուրեմն աշխատանքից անեն են։ Մնացածին էլ ասում են պարբերաբար աշխատանքից անելու են։ Ես հիմա տեսանյութ ունենք այդ կրթական նախարարության վերաբերյալ, այստեղ տեսնում եք Department of Education, որ նախագահի ընկերը, որը ունի
wrestling-ի այդ բիզնեսը ունի իր կինը նախարարն է, նշանակել է նախարար եւ ահա ասեն են որ պետք է խիստ կրճատում կատարեն 1% բյուջետը USAID որը նաեւ Հայաստանը գումարը ստացել է 50% ստացել է հիմա կարող մնացած չստանա որտեղ գումար են հատկացնում տարբեր երկրների մոտարպես 80 երկրի դրանց մեջ նաեւ Հայաստանը որ հիվանդությունների դեմ կարողանան պայքարեն այդ նաեւ նախագահը կտրեն է իրենց բյուջետ 83%-ով ես պիտի տաթար վերցնեմ եւ վերադառնամ տաթարից արտգործ նախարարը Սաուդի Արաբիայում էր գտնվում եւ նրանից հետո պետք է խոսեմ FAA-ի մասին իսկ ծրագիրը հովանավորում է Prime Med Pharmacy հովանավորում է ծրագիրը Prime Med Pharmacy գտնվում է Glenox փողոց եւ Highland փողոցի անկյունում է գտնվում Glendale-ում բայց որովհետեւ ապրում եք տեսնում եք այս ծրագիրը այս հարավային Կալիֆոռնիայում իրեն կարող են ձեր տեղերը ձեր տունը բերել կամ դուք գնաց տեղատունը իրենցից վերցնեք իրենց հեռախոսահամարը շատ էշտ է տեսնում եք 6 000 777 30 37 եւ եթե կողջեք ձեր տեղատունից այստեղ զանգարեք տեղափոխեք ձեր տեղերը անձնեք իրենց որ ձեր տանը բերեն կամ դուք գնացեք այնտեղ վերցրեք Երևան shipping-ն է հովանավորում ծրագիրը Երևան shipping-ը երկու կենտրոն ունի Lancashire փողոցի վրա North Hollywood Palmer փողոց Glendale իսկ ծանրոցը եթե դուք նավով կարող եք իրենց հանձնել նավով ղրգեն Հայաստան բայց 2 ամիս ու կես կտևի ծանրոց հասնի Հայաստան իսկ իրենք կինը այնքան իջեցրեն են որ այս զատիկի բերումով Երևի նվերներ պիտի ուղարկեք նավով էլ չի հասնի օթանավով ընդամենը $2.99 է կարող եք ուրիշ կենտրոններ որ ծանրոց են ղրգում զանգարեք տեսեք ոչ մեկ այսքան կինը իջեցրած չի իսկ եթե 100 նույնը այսպես $100 եթե ուղարկեք որևէ տեղից ուղարկեք առնվազն 3% պիտի վճարեք իրենք իջեցրեն են ընդամենը 1%-ով $100 ուղարկեք $1 ընդամենը պիտի տաք $500 ուղարկեք ընդամենը $5 եք վճարում ծրագիրը հովանավորում է Vivaldi Banquet Hall-ն է հովանավորում եւ Vivaldi Venue եւ Catering հովանավորում է ծրագիրը նախ 3 սրահներ ունեն 120-150 300 տարողությամբ նաև ամենօրյա ճաշ են առաջարկում ռեկլամի մեջ կտեսնեք ծրագիրը հովանավորում է նաև Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում եթե ավտովթար եք ունենում ակսիդենտ եք ունենում զանգարեք այս հեռախոսահամարին փաստաբանի հետ խոսեք նաև եթե որևէ վնասվածքներ եք ստացել որևէ ուրիշի մեղադրանքով դուք այդ վնասը կրել, ձեզ պետք է հատուցում տան։ Այդ հատուցումը ստանալու համար զանգարեք այս հեռախոսահամարին կվերադառնա։ Ամերիկայի արտգործնախարար Մարկո Ռուբիոն գտնվում է Սաուդի Արաբիայում, որտեղ Զելենսկին նաև այնտեղ է լինելու մեկ զինադադար ստորագրելու համար, այսինքն ինքը ասելու է, որ մենք համաձայն ենք զինադադարի եւ հետո ամերիկան համոզի Ռուսաստանին, որ նրանք նաև այդ զինադադարը ստորագրեն, հետո բանակցությունները հետո տեղի ունենա այս ինչ որ պետք է հետ վերադարձնի Ռուսաստանը տարածքներ եւ այլն։ Իհարկե նախագահ Պուտինը ասել է, որ ինքը որևէ տեսակ զինադադարի չի գնալու, բայց դրանով հանդերձ շարունակենք նախագահ Թրամփը հույս ունի, որ նրանք նաև այս սեղանի շուրջ կգան հետո։ Իսկ հիմա աշխատում են համոզել Զելենսկիին ստորագրի, գիտեք, պատերազմը անվտանգության պատասխանատուն է նախագահի աչում Մարկո Ռուբիո, տեսնում եք սեղանի ծախում նստած է մեզի ավել մոտիկ նստած է նաև Մայք Վոլսը, որը National Security Advisor-ն է ծախում ավել մեզ մոտ,
ավել հեռավորության ցախում Մարկո Ռուբիո արտգործնախարարն է այնտեղ տեսնում եք ուրեմն այս բանակցությունը տեղի ունենում նախագահի ցանկությամբ ներկայացնում են եւ Ուկրաինայի հետ համոզման գալու գիտեք այդ ժամանակ առաջ էր որ Զելենսկին նախագահը 10 րոպե խոսելուց հետո նախագահ Թրամփը եւ փոխնախագահ 10 րոպեից հետո նախագահ Թրամփ իրեն հանեց այդտեղ բանակցությունը դադարեցրին եւ անգամ ճաշ էին պատրաստել սպիտակ տան մեջ այդ տեղի չունեցավ հիմա այս ինչ որ համաձայնվում են նախ որ բանդարկյալներ ունեն փոխանակում կատարվի ուկրաինացի երեխաներ կան որ Ռուսաստանում են դրանց հետ վերադարձնեն Ուկրաինա ռուսները երբ որ մտել էին գրավել էին տարբեր տարածքներ եւ նաեւ Ուկրաինան Ամերիկայի համաձայնվում է որ այդ միներալները հումքը ինչ որ այնտեղ գոյություն ունի 500 բիլիոնի չափ ստորագրի որ հանձնեն Ամերիկային եւ նախագահ Թրամփը այս վերջին ժամանակ ասել էր որ զինվորական օգնությունը եւ գիտեք ռուս այսինքն Ուկրաինային այդ ամերիկան սատելայտ ունի արբանյակներ ունի որ տեղեկություն է տալիս որ ռուսները որ տեղից օրինակ կրակում են որտեղ են առաջ խաղացում որ տեղը ամերիկան է լրիվ Ուկրաինային տալիս Բայդենի ժամանակվանից ու շարունակվել է մինչև հիմա նախագահ կանգնեցրել էր հիմա նորից համաձայնվեց որ այդ տեղեկությունները իրենց տա իրենց փրկելու պաշտպանվելու համար այստեղ Մարկո Ռուբիոն եք տեսնում Սաուդի Արաբիայում աչում ասացի անվտանգության պատասխանատուն է Վլադիմիր Պուտինը ասել է որ նախապես չի համաձայնվելու հիմա իրենք համոզված են հույս ունեն այսինքն որ կհամոզեն Պուտինին նաև հիմա այս Ուկրաինան Մոսկվայի շրջապատում մեծ հարձակում այսինքն թնդանոթով կատարեցին Մոսկվայի շուրջ իսկ ում տեսնում եք այստեղ նաև տեսնում եք նախագահի յուրահատուկ Ստիվ Վիտկոֆին եք տեսնում որ պետք է գնա Պուտինի հետ բանակցելու որ տեսնեն կարող են նրան նաև համաձայնվի Պուտինը որ զինադադարը տեղի ունենա այդ ինչ որ բանակցություններ տեղի պիտի ունենա թողնելու են ապագային այստեղ տեսնում եք ես ուզում եմ հիմա խոսել FAA-ի մասին Federal Aviation Administration որ վերահասու է լինում բոլոր օդանավների այս թռիչքները օդանավակայանում ինչ որ այդ աշտարակի մեջ նստած են իրենց աշխատողներն են ուրեմն այդտեղ նոր նախարար է նշանակել Թրամփը աշխատանքի եկել նաև նախարարը փոխվել է եթե նախագահ Բայդենն իր անձն էր նշանակել նա գնացել է Թրամփի նշանակած անձը եկել է Շան Դաֆի անունով որ ասում է մենք բիլիոնավոր դոլարների կարիք ունենք որովհետև այս կոնտրոլը ինչ որ FAA-ը անում է այդ Ամերիկայի կառավարության այդ նշանակած անձիկ անում են գործիքները ինչ որ օդանավակայաններում օգտագործում են բոլորը հին են արտիական չեն եւ դրանց փոխելու համար բիլիոնավոր դոլար հարկավոր է քանի որ նախագահի հրամանն էր որ աշխատանքից անեն Իլան Մասկ գնացել էր եւ FAA-ից մարդիկ աշխատանքից անել էր 100 հոգի իրենք ասում են 100-ավոր պակաս ունենք հիմա Իլան Մասկը եկել է պահանջել է որ թողնեն հեռանան մտահոգված են հիմա աշխատում է այս նախարարը որ բիլիոնավոր դոլար կառավարությունը հատկացնի որ Ամերիկայի այս օդանավի այդ կոնտրոլի համակարգը վերանորոգեն որպեսզի այդ դժվարությունները ինչ որ վերջին ժամանակ անընդհատ մի դեպք է պատահում հիմա ես մի փոքր ուզում եմ ձեզ ցուցադրել վերջին ժամանակվանից նախ տեսնում եք այստեղ օդանավ եւ հելիկոպտերներ որ Վաշինգտոնում Reagan Airport միասին այսպես տեսնում եք
տեղի ունեցավ accident 67 հոգի մահացան 3 հոգի հելիկոպտերում զինվորական հելիկոպտերում 64 հոգի օդանավի սա շանդաֆին եք տեսնում որ ես Department of Transportation-ի պատասխանատուն է FAA-ի մի մաս է կազմում այդ երթևեկության նախարարությանը ասում եմ բոլոր գործիքները այդտեղ տեսնում եք համբյուտերներ եւ այլն շատ հին են պետք է բոլորը փոխվեն բիլիոնավոր դոլարի կարիքը կա վերջին ժամանակ դեպքեր մոտիկ որ կարող էր արկած տեղի ունենալ այստեղ տեսնում եք Reagan Airport-ն եք տեսնում եւ որտեղ ասացի հիմա տեսեք 2021-ից մինչեւ դեկտեմբեր 2024 մինչեւ տարեվերջ որ տեղեկությունը գոյություն ունի այս տարվա տեղեկությունը հետո կիմանա 15214 մոտիկ օդանավի հելիկոպտերի արկած է ուզեցել տեղի ունենա 85-ը շատ մոտիկ օրինակ տեսնում եք այստեղ 60 200 այսինքն feet որ լինում է 60 մետր օդանավի համար այդ արագությամբ այդքան մոտիկ 200 feet-ը ոչինչ է եւ 2021-ից 2011-ից մինչեւ 2024 թիվ այնքան մոտիկ է եղել ամեն ամիս գոնե մոտիկ են եղել որ օդանավներ կամ հելիկոպտեր օդանավ իրար արկած ունենան քիչ առաջ ասացի 200 feet անգամ մոտեցեն են այստեղ տեսնում եք այդ օդանավները ինչ որ Վաշինգտոնում վայրեր ընկել դեռ ուսումնասիրում են որպեսզի կարողանան ճշգրիտ ամեն ինչը ճշտել անցյալ 3 տարվա ընթացքին նաև մոտիկ արկածներ պետք է տեղի ունենա այստեղ նախարարը ասում է որ դրա համար է որ պետք է բիլիոնավոր դոլարներ ծախսենք սիստեմը լրիվ փոխելու համար եւ անցյալ 15 տարին ամեն ամիս մեկ արկածը ուզեցել տեղի ունենա հելիկոպտեր օրինակ եւ օդանավի միջև այսպես տեսնում եք եւ ինչ որ տեղի էր ունեցել այսինքն ամեն տարի բախտկար պատահելու բայց խուսափեն կամ հաջողեն էին accident չունենալ բայց եւ տեսնում եք այստեղ ես պիտի դադար վերցնեմ երբ վերադառնամ պետք է քրաթմի մասին խոսեմ իսկ ծրագիրը տեսենք ինչ է քրաթմը իհարկե ծրագիրը ողանավորում է Caravan ռեստորանն է ողանավորում ծրագիրը Caravan ռեստորան ցեզ առաջարկում ճաշ կարող եք զանգահարեք այստեղ եւ կարող եք այցելեք այդտեղ ճաշ ունենալ կամ վերցնել այդտեղից տուն տանել գտնում եք Glenox փողոցի վրա բայց Grand View փողոցի հարևանության է գտնվում իսկ ամեն օր Caravan ռեստորան ցեզ առաջարկում հարիսա եթե ցանկություն ունեք հարիսա ուտելու այցելեք Caravan ռեստորան ծրագիրը հովանավորում է նաև դոկտոր Բարսեղյան եւ դոկտոր Մահտեսյան ատամնաբուժներն են հովանավորում ծրագիրը Glenox փողոցի վրա են Ալիվ եւ Glenox-ի ճիշտ հատման կետում է գտնվում այս ատամնաբուժարանը զանգահարեք որևէ աշխատանք ունեք ատամները մաքրման պրոթեզ տեղադրելու ուրիշ ցավեր ունեք ատամի ցավեր ունեք բոլոր աշխատանքների համար զանգահարեք ժամադրություն վեր ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է եթե ուզում եք լենզ տեղադրեք ագնոցի կարիք ունեք երբ վարում եք հեռատես եք մոտատես եք կարճատես եք բոլոր այդ հարցերով այս ագնաբուժին զանգահարեք իրենց գրասենյակը փոխվել է հիմա գտնվում են տեսնում եք 240 Jackson փողոցի վրա են գտնվում suite 310 զանգահարեք իրենք իհարկե ցես հասցեն նորից կկրկնեն այնտեղ Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը Hollywood Piano-ն 3 կենտրոն ունի իսկ Pasadena-ում անմիջապես Glendale-ի հարևանության 449 South Royal Parkway Pasadena
իրենց ամենախոշոր եւ Կալիֆոռնիայի ամենախոշոր, երևի Ամերիկայի ամենախոշոր դաշնամուրի խանութն է։ Պետք է գնաք եւ տեսնեք անպայման ինչ տեսակ դաշնամուր պատկերացնեք իրենք ունեն։ Դաշնամուրներ ունեն նոր, դաշնամուր ունեն օգտագործված նաեւ դաշնամուր ունեն $1000-ից մինչև $500,000 դաշնամուր կա, փոքր, մեծ, որևէ տեսակ պատկերացնեք, որևէ անուն պատկերացնում եք դաշնամուրի, իրենք այդտեղ ունեն, որևէ երկիր դաշնամուրը արտադրում ունեն, այնտեղ պետք է գնաք տեսնեք հարյուրավոր դաշնամուր, ինչ որ այնտեղ տրված է, կվերադառնա։ Kratom-ը մեկ սապլիմենտ է, գիտեք, տեղատուն օրինակ գնում եք, այն մասը, որ ազատ մասն է, բոլոր այն նրանք են, որ կառավարությունը control FDA-ը Food Drug Administration-ը control չունի։ Տեղերը բոլորը շատ control-ի տակ են, հետևում են, որ ճիշտ լինի, երկար ժամանակ պետք է ներկայացնել իրենց տարիներ, փորձեր են, այդ տեղերը ազդում է, վնաս չի տալիս եւ այլն։ Բայց ազատ մասի հարցերը բոլորը հայտնի չի։ Վրան կարդակ ամեն ինչի համար լավ է, բայց երբեմն էլ վնաս են հասցնում։ Հիմա Kratom-ը ինչ որ ցեզ ուզում եմ բացատրեմ, այստեղ օգտվում են անձիկ, որ էներգի է տալիս, boost energy, նաև սա ասացի սապլիմենտ է, ցավազրկող է մասամբ եւ օգնում է, անձին օգնում է, որ նաև ասում են, որ եթե մոլի է, թողնի այդ մոլությունը, բայց հետո սրան մոլի են դառնում։ Եվ հիմա ես ուզում եմ այստեղ ցույց տամ ձեզ, այս այսպես վաճառվում է, դրսից բերում են սա, արտասահմանից կացող է եւ boost energy, ասացի 33 հոգի մացն են, Kratom տեսնում եք, դոզը տարբեր, ասում են stimulus եւ stimulant է, այսինքն էներգիա է տալիս, sedative է, ցավազրկող է մասամբ, եւ հանգստացնող է, այսպես պատրաստում են սա, ցավը ասացի դադարեցնող է եւ ոմանք վերցնում են այս եւ ասում են իրենց շատ օգնեն է։ Իսկ նաեւ ասացի երբ որ չգիտեն ինչ են վերցնում, մահվան պատճառ է լինում, South East, այսինքն հարավ արևելք Ասիայից է այս սապլիմենտը բերում են եւ վաճառում են եւ հիմա մեկ 33 տարեկան երիտասարդը, որովհետեւ հայտնի չի սրանց ինչ հզորությամբ է, ինչ են պատրաստում, այս 16 բիլիոնի բիզնես է, այս երիտասարդ 33 տարեկան հետո սրտի կաթվածք են ունենում, որովհետև տարբեր տեղեր հետո վերցնում են, խառնվում է իրար, including, այսինքն այդ տեղեր Kratom-ը վերցրած է լինում եւ ուրիշ նաեւ տեղեր է վերցրել, այսինքն բժիշկը տեղ է նշանակել, դրան վերցրել է եւ նաեւ այս Kratom-ը վերցրել է, ուրեմն արդյունքը եղել այդ, որ սրտի կաթվածք ունենա, այսպես տեսնում եք, սա միակը չի, այսպես մարդիկ շատ է մահացել, իր ծնողի հետ եք տեսնում, որ ծնողը ասում է պետք է օրենք անցկացնեն, թույլ չտան այս Kratom-ը օգտագործեն, որովհետև անընդհատ նոր երիտասարդները վերցնում են, մահանում են։ Այս նահանգներն են, որ փետրվար 2024-ից տեսնում եք այստեղ, որովհետև դեպքը պատահել է, երիտասարդներ մահացել են, նահանգային կառավարությունները մտածել են Մասաչուսեթ տեսնում եք այնտեղ, Վերմոնտը տեսնում եք, Վիսկոնսին եւ ուրիշ նահանգներ, Արքանսա, Ալաբամա, կանաչով տեսնում եք։ Ուրիշ նահանգներ հիմա մտածում են նաեւ այս մասին եւ այս բժիշկը կամ մասնագետը ինքը առաջարկում է
քրաթում մահացել են, տեսել են նաև այդ անձիկ, որ մահացել են այս բոլոր նահանգների մեջ այդ թմրեցուցիչը կամ ինչ որ կարծում են, որ իրենց կօգնի, ունեցել են, տեսեք, մասամբ բոլոր նահանգներում տեղի ունեցել, մահ է տեղի ունեցել, հիմա միտեղ քիչ, միտեղ շատ, այսպես տեսնում եք կանաչով 1151 հոգի 2023 թվին մահացել են Ամերիկայի մեջ, տեսնում եք մեծ թիվ է, ամեն մեկ հոգու մահը մեծ ցավ է իր շրջապատին։ Հիմա FDA-ը իհարկե կոնտրոլ չունի, իրենք, նրանք որ պատրաստում են այստեղը, ասում են անտեղի թշնամություն են անում, որ ասում են այս անձին չի օգնում, սա եթե վերցնի անձը մահվան պատճառ չի լինում, երևի ուրիշ տեղերի հետ որ խառնվում է կարող է դժվարություն է ստեղծում, այսպես տեսնում եք։ Ես ուզում եմ խոսել Southwest Airlines-ի մասին, օդանավի ընկերությունը, Ամերիկայում 4 խոշոր օդանավի ընկերություն կա, մեկը Southwest Airlines-ն է, որ Burbank Airport-ի 61%-ը ինչ թռիչք տեղի է ունենում Southwest Airlines-ն է։ Մնացած բոլոր օդանավի ընկերությունները, որ այդտեղ իջնում են, պատկերացրեք, ընդամենը 39%-ն են կազմում, Southwest-ը այդքան ներկայություն ունի Burbank-ում եւ ասացի Ամերիկայի 4 մեծ ընկերություններից մեկն է։ Southwest-ը մինչև հիմա ճամբրուկի համար գումար չէր պահանջում, մարդիկ ճամբրուկ են տալիս անվճար Southwest-ը տեղափոխում էր, որտեղ որ պիտի տանի։ Հիմա ասում է սրանից հետո ուրիշ ընկերությունների համար պետք է 50 pound, մոտավորապես 23 կիլոից երկու ճամբրուկ ավել չլինի եւ այդպես էր անվճար տանում էին, հիմա ասում է գումար են պահանջելու, ինչպես բոլոր ուրիշ ընկերությունները ճամբրուկների համար գումար են պահանջում, դա լինելու է մայիսի 28-ից հետո, ուրեմն եթե դուք մայիսի 28-ից հետո օգտվում եք այս ծառայությունից, անվճար ճամբրուկ ունեիք, հիմա սրանից հետո այդպես չի լինի, պիտի վճարեք ճամբրուկի համար, այստեղ տեսնում եք։ Ես դադարի պետք գնամ, երբ վերադառնամ, պետք է Կանադայից խմիշք, այսինքն այստեղից Կանադա խմիշք են ղրկում, դրա մասին խոսեմ, եղանակի մասին խոսեմ եւ երկու նավ բեռնատարը եւ իհարկե վթար է տեղի ունեցել պայթերներ, դրա ման անդրադառնամ, իսկ ծրագիրը հովանավորում է Raffi's Market հովանավորում է ծրագիր, Raffi's Market Burbank-ում է գտնվում։ Եվ եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու, իրենք պատրաստի ճաշ ունեն, այնտեղ կարող եք վերցնել։ Իսկ ավելի կարևոր հիշեցնեմ, որ Raffi's Market աշխատողների կարիք ունի։ Առնվազն 4 աշխատողի կարիք ունի տարբեր բաժիններում, զանգահարեք այստեղ իրենց բոլոր բաժիններում աշխատողների կարիք ունեն, հեռախոսահամարը, եթե չեն պատասխանում պատկամ թողեք, իրենք ձեզ կզանգահարեն, այս հեռախոսահամարին զանգեք և պատկամ թողեք, եթե չպատասխանեն։ Ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է ծրագիրը։ Court Furniture-ը Ամերիկայում ամենախոշոր ֆուրնիչերի խանութն է։ Warren Buffett բիլիոնատերին է պատկանում իրեն ամենափոքր բիզնեսը Court Furniture-ն է, որ մոտավորապես 100 խանութներ ունի Ամերիկայում։ 339 North Central փողոցի վրա է գտնվում, Euclid, Glendale-ում իհարկե, Euclid եւ 405 freeway-ի հատման կետում Orange County-ում ունի, Santa Ana-ում խանութ ունի եւ Ամերիկայում եք զանգարեք, տեսեք որը կլինի ձեզ մոտ, եթե նոր մատրեսի կարիք ունեք այցելեք Court Furniture, նաեւ գրասեղան, սեղան, աթոռներ կգտնեք Court Furniture-ում։ Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր բնակարանում կամ բիզնեսում, bankruptcy պիտի ֆայլ անեք կամ accident ունեք, զանգարեք իր հետ, խոսեք։ Դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը, դոկտոր Էբրահիմի
Ձեզ առաջարկում եմ, եթե թաթի վրա թաթի տակ վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, այս հեռախոսահամարին զանգարեք։ Orange County-ում ունի կենտրոնատեղի, եթե այնտեղ եք ապրում, Commerce Encino Glendale, Glendale-ում 616, East Glenox փողոցի վրա գտնվում է։ Ծրագիրը նաև հովանավորում է նաղաշ լավաշն հովանավորում։ Նպարատուն եք գնում այս տեսակը վերցրեք։ Նաղաշ լավաշ կվերադառնա։ Jack Daniels, Ամերիկայի ամենասիրված խմիչքներից վիսկի տեսնում եք։ Սա գինը շատ բարձր Ամերիկայի սիրվածներից է, իսկ Կանադայում բավական վաճառք ունի եւ ուրիշ խմիչքներ Ամերիկայից է գնում այս վիսկիները, խմիչները։ Հիմա Կանադան տեսնում եք հավաքում է, ամերիկյան խմիչք հավաքում են իրենց խանութներին եւ օգնում են 5 բիլիոն կանադան տրամադրել է ասելով, որ դրանք ամերիկյանը չվաճառեն։ Ամերիկյան վիսկի վաճառքը 1.8%-ով, այստեղ տեսնում եք պակսել է Jack Daniels եւ ուրիշ խմիչքներ իհարկե, այս հարկ ինչ որ հիմա ամերիկան, այսինքն երբ ամերիկան պահանջում է, նրանք նաեւ պահանջում են, ուրեմն այսպես պայքար է սկսել 2-3։ Սա նոր գործարան է, որ պատրաստում էին ուրիշ խմիչքներ ուղարկեն Կանադա, ուղարկեին եւ ասում են չպիտի շարունակեն, որովհետեւ ամերիկյան խմիչքը այնտեղ անգամ թանկ է լինելու եւ նամանավանդ որ մարդիկ հակատրվել են այս Թրամփի արտահայտությունների վրա, կանադացիները բարկացած են, չեն գնում ինչ որ ամերիկյան է այնտեղ։ Ես եղանակի մասին եմ ուզում խոսել, որ արևելքում փոթորիկ է տեղի ունենալու եւ հրդեհ տեղի ունենալու։ Տեսեք, սա ապագա քանի օրվա ընթացքին, այսօր երեքշաբթի գիշեր է, ուրեմն վաղը չորեքշաբթի, եթե արևելյան նահանգներում դիտում եք ծրագիրը, տեսեք, ամառային տաքություն, իսկ մեզ մոտ խիստ անձրևելու է վաղը։ Երևի արդեն գիտեք, հարավային Կալիֆոռնիայում խիստ անձրև է լինելու, հինգշաբթի առավոտյան նաև, ուրեմն չորեքշաբթի անձրև է լինելու խիստ, հինգշաբթի նաև եւ մասամբ կարող է ուրբաթ օր, այստեղ տեսնում եք տեղի ունեցող ինչ որ մեր շրջապատում, ասացի արևելյան նահանգներում փոթորիկ է տեղի ունենում, շատ ջերմությունը բարձր է լինելու, այնտեղ նայում եք ու շատ եղեք։ Իսկ ես ուզում եմ ձեզ ցուցադրել էի երեք, որ մեկ ամերիկյան օդանավի վառելանյութ տեղափոխող կանգնած է լինում Անգլիայի արևելյան մասում եւ մեկ ուրիշ նավ, բեռնատար նավ գալիս է ու ակսիդենտ կամ վթար է տեղի ունենում, երկուսը հրդեհվում են, տեսեք ինչ հրդեհ է սա, այդտեղ տեսնում էիք ինչ տեղի ունեցավ, սա տեսնում եք նավի մեջ, տեսեք բոլոր ամեն ինչը այրվել է, այն բեռնատար նավի մեջ եք տեսնում։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից, շարունակեմ ծրագիրը, ծրագիրը հովանավորում է Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը։ Սոնաֆե տարեցների կենտրոնը գտնվում է Սանլանդ քաղաքում, բայց իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ցես կտանեն ու կվերադարձնեն։ Jackpot-ն է հովանավորում ծրագիրը, Jackpot գտնվում է Թահանգա քաղաքում, հագուստ, կոշիկներ, այսպես տեսնում եք Հայաստան պիտի ղրկեք, $2.15 են առաջարկում, նաև տապակ $2.15 է եւ ուրիշ պայուսակ հագուստներ, կանացի, տղամարդու, ջակետ, բոլոր կգտնեք Jackpot։ Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը, Անաշե գիֆտը ցեզ է առաջարկում այս գործիքը, որևէ էլեկտրականության կարիքը չունի, 14.99, եթե պիտի մանրացնեք, օրինակ, այսպես բադամ եք ուզում մանրացնել, որևէ պատճառով պետք ունեք մի բան պատրաստելու, պեստա եք ուզում մանրացնել, ինչ որ ուզում եք, նաև վարունգ պամիդոր սոխ եւ բոլորը այս մեքենան կարող է կատարի ձեզ համար եւ
ուրիշ ինչ որ կարիք ունեք, բնակ բաժակ կգտնեք jackpot-ում, ներողություն, անաշի գիֆտի մոտ։ Ծրագիրը նաև հովանավորում պարոն Էդվարդն է հովանավորում, եթե բիզնես ունեք, ձեր բիզնեսը ուզում եք վաճառեք, հիմա ինչ պատճառով տարիներ աշխատել չեք ուզում շարունակեք, կամ ուզում եք նոր բիզնես սկսեք, զանգարեն եւ ձեր կօգնի ձեր բիզնեսը վաճառելու համար կվերադառնա։ Հոլիվուդի աստղերից ամենաճանաչված որ 60-ական թվականներին հեռացավ այս աշխարհից, ամենայն դեպս Palm Spring-ում մեկ արձան էին սարքել, որը 17 տոննա, այս տեսնում եք իր արձանն եք տեսնում, Մերլին Մանրոյի տեղադրեն էին այդտեղ եւ 26 ոտք, այսինքն ֆուտ պատկերացրեք, իր արձանը տեղադրված էր այդտեղ 8 մետր մտածեք այս Մերլին Մանրոյի։ Իսկ ոմանք բողոքի էին այմանավանդ այդտեղ art museum կա, տեսնում եք կողմ եւ դեմ դուրս էին գալիս, այնքան որ տատարան տարին այս մյուզեն, թանգարանը տատարան տարին որ սա ճիշտ մեր տրան արչևն է, մտահոգությունը ինչ էր, հետևի մասն է արցանի, տեսնում եք այդտեղ բարձրացրել են տանեն, $500,000 ծախս եղել, որ այդտեղից շատ մոտիկ տարածք, 100 ֆիտ, 30 մետր տարեն են մեկ ուրիշ տեղ, որ փարք է, այդ փարքի մոտ, այսինքն արձան նորից տեղադրում են, բայց փարքի մեջ է եւ ոչ թե մյուզեի առաջ էր, մյուզեն տատ էր բացարել, իսկ բողոքը այդ թանգարանի այս Մերլին Մանրոյի այս հետևից ինչ որ քամին տեսնում եք այդտեղ բարձրացել է մտահոգությունը այս մասն է, որ ասում են որ իրենց մյուզեի թանգարանին վայել չի այդ բերումով տատ էին բացարել եւ տատավոր վերջ որոշել էր որ այստեղից հեռացնեն, ասացի մոտարապես մի 30 մետր տարեն էին մի փարքի մեջ էին տեղադրել։ Ծրագիր եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, մի շնոր հանդիպում։